բոլորս ուշադիր հետևում էինք ՀՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցին տարածաշրջանային, որի ընթացքում նրանք եղան Բաքվում, Ստեփանակերտում եւ Երևանում, եւ այցի որպես արդյունք մի քանի հայտարարություններով հանդես եկան, որոնցից մեկը խոսում էր այն մասին, որ սահմանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եւ ցավոք սրտի նույն հենց այդ օրը ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մենք նորից զոհ ունեցանք, եւ նաեւ խոսվում էր նախագահների հանդիպման կազմակերպման մասին, ասում են, որ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել, բայց նաեւ նշվեց, որ այդ հարցը շարունակելու է քննարկվել Համբուրգում արտգործնախարարների մակարդակով։ Ես կարծում եմ, որ իրականում իհարկե նման համաձայնություն Մինսկի խմբի համանախագահներին չի հաջողվել ձեռք բերել, որովհետև եթե լիներ այդ համաձայնությունը, նախ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն չէր լինի, լրացուցիչ նախապատրաստական աշխատանքներ տանելու անհրաժեշտություն չէր լինի, եւ նաեւ տրամաբանական չեմ գտնում նախագահների հանդիպում այս փուլում առաջերտին հայկական կողմի տեսակետից, որովհետև վերջի երկու հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ըստ էության որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել, բայց հետո մենք տեսանք, որ Ալիևը հրաբարակայնորեն հրաժարվեց այդ պայմանավորվածություններից եւ քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվում, քանի դեռ որևէ մեխանիզմներ չկան ցույց տալու համար, որ Ալիևի այդ նոր պայմանավորվածությունները կարող են իրական ուժ ունենալ, Հայաստանի համար ըստ էության անիմաստ է նման նոր հանդիպում ունենալը եւ նման հանդիպման ընթացքում ինչ-որ բաներ պայմանավորվելը։ Դեպ ասեմ, որ նաեւ այդ հանդիպումից իրականում խուսափում է նաեւ Ալիևը, որովհետեւ ըստ էության բանակցային գործընթացում այսօր մի իրավիճակ է ստեղծել, որը ադրբեջանական կողմի համար խնդրահարույց է եւ անգամ ինքը Ալիևը խոստովանեց, որ բանակցություններում եւ փակ սենյակներում իր վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Ալիևը փորձելու է խուսափել այդ հանդիպումից այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակ չի փոխվել, դա իրավիճակն ընդ որում ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլ նաեւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունում եւ հատկապես սահմանային իրավիճակում, որովհետեւ մեծ հաշվով ապրիլյան ձախողումից հետո Ալիևը բավական լուրջ գործոններ է կորցրել բանակցությունների մասնակցելու, նրանք այլևս չեն կարող պատերազմ չվերսկսելը ներկայացնել որպես զիջում իրենց կողմից, երբ որ խոսում են փոխզիջումային տրամաբանության մեջ, պատերազմ չվերսկսել որպես զիջում ադրբեջանական կողմից չի ընկալվում, ինչպես նաեւ բոլորի համար անհավատալի են այս սպառնալիքները, թե ցանկացած պահի իրենք կարող են ռազմական ճանապարհով շատ կարճ ժամանակում խնդիրը լուծել հօգուտ իրենց։ Ռազմական տեսակետից այո, մենք տեսնում ենք, որ սահմանում որոշակի ակտիվություն կա, դիվերսիոն փորձ է եղել մի քանի օր առաջ, երեք ասացին, որ ականազերծման աշխատանքներ էին տանում, որը դարձյալ դիվերսիոն փորձի այսպես նախապատրաստական աշխատանք է, բայց նաև տեսնում ենք, որ հայկական զինված ուժերը հիմա բավական շուտ են բացահայտում թշնամու գործողությունները եւ ըստ էության կարողանում են հակադարձել, թույլ չտալ, որպեսզի նրանք իրենց առջեւ դրված խնդիրները լուծեն։ Ադրբեջանական մամուլում պաշտոնական թե ոչ պաշտոնական անընդհատ տեղեկություններ են հրապարակում իրենց կորուստների մասին, երեք նույնպես հրապարակվեց նմանատիպ մի լուր, որը պաշտոնական հաղորդագրությունների մեջ չկա եւ ես ենթադրում եմ, որ դա այն ձախողած դիվերսիոն գործողության հետևանքներն են, երբ հայկական կողմը նշեց, որ կորուստներով ետ է շպրտվել, այս պայմանությամբ ըստ էության 3 անուն արդեն հայտնի է այդ կորուստների մասին եւ կարելի ասել այսպես տակտիկական դիրքային պայքար է ընթանում սահմանում առանց կտրուկ գործողությունների, բայց դիրքերի մշտական բարելավման փորձով եւ անվտանգության նոր երաշխիքներ ստեղծելու այսպիսի մի գործողություններ, որոնք միտված են հետագայում անվտանգությունը ավելի կայուն դարձնելու։